Դերենիկ բարի օր, բարի Բարի լույս բոլորին, բարի լույս լավ օր եք տարկել Արևոտ գլենդելից, այո Ընտիր, մեր եթերից հետո հին նոր տարվա տրամաբանության մեջ այնպիսի ձյուն տեղած Երևանում, այնպիսի մանկական բանաստեղծության պես բակն ու դուրը լի, ջերմակ, թիթեր է գալի Չէ, ոնց է տատի ջան, տատի, այսինչ է, թիթեռնիկներ են Բակն ու դուրսը լի ջերմակ թիթեռներ են գալիս Թիթեռին շուր, այո Մի խոսքով ընկերներս ման հետարքիր է որ համ ավանդական ամանորի գիշերը ձյուն տեղած եւ հին նոր տարու գիշերը եւ դա ասում են մնաց նոր տարվա բոլոր ջերմակ ու լավ լուրը եկավ հենց ամբողջ ավետիս ունենք շատ լավ լուր ունենք ուրեմն Բաքվի բանտերում այն ամենա մեղադրանքներով անցնող Արդնվազն 4 ռազմագերիներ վերադարձել են տուն բարեկապներ, վերադարձել են տուն եւ այս ամբողջ պատմության մեջ իհարկե տարբեր անուններ էին հոլովում, կան դեռ այնտեղ մնացածներ, բայց եկեք այս 4 ռազմագերիների համար ուրախանանք եւ 4 ընտանիք լիացավ, ընկերներ, լիացավ անունները Գիտեք, տարբերություն դնելը տեղին չէր լինի, բայց այս մի այդ Վիգեն Էլուկչյանի համար ես շատ էի ցավում այդ Լիբանանից էր ինչից էր այդ տղան տաքսուվարորդների չէ որ ընդհանրապես կապ չուներ ռազմականի հետ ընդհանրապես անհասկանալի պայմաններում էր բան եղել մի խոսքով իսկապես շատ ուրախ ենք ես նաև շատ ցավում էի ամեն անգամ ամենաշատ նկարները տարածվում էր Վագիվ Խաչատրյանի կողմից որ իրան ցեղասպանության մեջ էին մեղադրում Այդ ցավը այդ մարդու էս դատարանում ամեն անգամ որ տեսնում էի եւ այլն շատ մեծ ցավ էի ապրում եւ շատ ուրախ եմ որ նաեւ պարոն Խաչատրյանը ում առողջական վիճակը կտրուկ վատացել էր վերջին շրջանում եւս վերադառնում է այսպիսով Գևորգ Սուջյանը Դավիթ Դավթյանը ովքեր դեռ 20 թվականից էին գերեվարվել վերադառնում են Գևորգ Սուջյան Դավիթ Դավթյան Վիգեն Էուլջեքջյան Վագիվ Խաչատրյան նրանք Հակարի կամրջի մոտից էին արգրավել գերեվարվել ավելի ճիշտ ու մեղադրում էին տարբեր բաներում մեղադրանքներով էին անցնում Վագիվ Խաչատրյանի հոդվածը որ լրիվ ծանր էր մարդկության դեմ ուղղված հանցագործություն հորինված մեղադրանքներն էր դե ունենք այն ինչ ունենք եկեք գոնե այս 4 մեր հայրենակիցների համար ուրախանանք իհարկե դրան զուգահեռ ասենք որ 2 սիրիացի էլ մենք բաց թողեցինք այո Հայաստանում ՑՄԱ ազատ ազատման դատապարտված 44 օրյա պատերազմում Հայաստանի դեմ մասնակցած 2 սիրիացիներ այսօր Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային Յոսեֆ Ալլա-Աբեդ Ալ-Հաջիի եւ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերիի նկատմամբ կայացած դատավճիռների հետագա կատարումը կշարունակվի Սիրիայում փոխանցումը իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համաձայնության եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո նշել է նախարարությունը Անդիմությունը այս կետն է շատ արծարծում տեսեք մենք բաց թողեցինք մեր պետության դեմ ոչիր են իրականացրել վարձկաններ են SNN են ես մի հայտնի դրվագ եմ հիշում համաշխարհային պատմության մեջ ես Իսրայելի օրինակը միշտ բերում ենք եթերում որ 1900 պաղեստինցի ինքը ազատ արձակեց ընդամենը մի իսրայելցու տուն վերադարձնելու համար Հիմա եթե դուք հավասարն եք դնում նժարների վրա մեր 4 տղեկին եւ 2 անճակատագիր ինչ որ արաբների, ովքեր ծայրահեղ իսլամի հետևորդներ են, ուրեմն մեղքը ձեր վիզը դուք գիտեք։ Չէ, հետո բանը այստեղ հստակ ասում է դատավճիռների հետագա կատարումը կշարունակվի Սիրիայում, այսինքն ոչ թե ազատենա։ Չէ, հիմա այնտեղ կարող է փոխվի, բայց պայմանը սենց է Եվ իդեպ իզուր ես կարծում որ այնտեղ պետք է ասեն հա դու Սիրիայից ես մենք քեզ ազատ ենք արձակում չէ կարող է ավելի խիստ այնտեղ բան անեն որտեվ վարձկու են այս մարդիկ ես այ մարդ փողի համար մարդ սպանել ես դա իսկապես չեմ հասկանում ինչ հանք չկա աշխատելու ուրիշ մի բան չկա անելու ես անտեր աշխարհում պիտի գնաս կռվես անծանոթ մարդկանց սպանես որ ապրուստ վաստակես ես սա իսկապես չեմ կարող հասկանալ այ Դու Սիրիացի եկել ես Ադրբեջանի կողմից կռվում ես Հայաստանի դեմ, ինչա թե ամիսը չգիտեմ $500-600 փոստանալ, դա $1000 թողնի։ Չգիտեմ, ընդհանրապես զազրելի մի բան է դա, էլի զազրելի։ Մի բանը հայրենիքդ պաշտպանես, գնաս բան, մի բանը շուտ գաղափարի համար կռվես, փողի համար այման։ Դե
կրոն, տնտեսական միջոցներ, այս ամեն ինչը գումարվում է, երբ որ սուղ պայմաններում ապրում են, կյանքում զենքից ու ղուրանից բացի բան չեն տեսել, անապատ, ինչ անենք, մեկ էլ հանկարծ այդ հնարավորություն է ստեղծվում։ Եվ գիտես ինչն է այդ Ռաֆայել, որ մինչև հիմա չէին ասել, որ նման բան ենք, ձերբակալել են 2 հոգու, գոնե ես չեմ լսել։ Մենակ ազատվելուց իմացանք, որ նման բան ա եղել։ Դատավճիռ անգամ լրատվականներով բանադարձ կատարել ենք, կար։ Հա, ուրեմն ես չեմ լսել, հա։ Ինչևէ, Իրանի շուրջ, ընկերներ, չասեմ օղակը սեղմվում է, բայց Թրամփը 25% պատժամիջոցներ մաքսատուրքեր էր կիրառել այն պետությունների նկատմամբ, ովքեր Իրանի հետ առևտուր են անում։ Քիչ առաջ, եթերից երևի մի 45 րոպե առաջ չճշտված աղբյուրները հայտնեցին, որ իբր հիմա բանակցություններ է գնում ամբողջական իշխանությունը Մազուդ Փեզեշքյանին հանձնելու համար եւ իբր Խեմենեին երկրորդ պլան մղվի, ոչ թե երկրի ղեկավարը ինքը լինի, այլ ամբողջ պաշտոնը ամենը գործառույթները իբր հանձնի Փեզեշքյանին։ Էլի եմ ասում, սա չճշտված տեղեկություն է, անանուն աղբյուրներն են հայտնում, բայց ասում են իբր Տրամփի վարչակազմի հետ նման բանակցություն գնում է։ Մյուս կողմից, մյուս կողմից Տրամփը եւ իր գրասենյակը հարցում է արել եվրոպացի իր գործընկերներին եւ ՆԱՏՕ-ի գործընկերներին, որպեսզի տրամադրեն ինֆորմացիա Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ժամանակ իրենց օբյեկտների եւ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հետ գործառույթների հետ կապված։ Սա ճշտված տեղեկություն է, BBC-ի կայքում էլ կար։ Արդյոք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները որոշակի ռազմական process-ներ է սկսելու։ Դերենիկ լսում եք, կապը վերականգնվեց։ Այո, նոր վերականգնվեց։ Ինչի մասին է խոսքը։ Ասում եմ Միացյալ Նահանգները եվրոպացի իր գործընկերներից հարցում է արել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների արդյունքում իրենց զորքերի եւ մնացած բաների ինֆորմացիաները որ տրամադրի իրեն։ Արդյոք սա նշանակում է, որ որոշակի ռազմական միջամտություն է նախատեսում Թրամփը, որովհետեւ իր ինքնաթիռի մեջ էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց ու պատասխանի ընթացքում դա կարծես չբացառեց։ Այդ process կարա լինի։ Գիտեք ինչ, իմ տպավորությունը այսպեսին է, որ հիմա շատ ուշադիր սպասում են։ Եթե մի բան ինքն իրան եղավ, եթե չէ, արդեն նոր կմիջամտեն, որպեսզի այս գործը հասցնեն մինչև վերջ։ Դա իմ տպավորությունն է։ Իրանի այսօր գրեցին, որ առաջին մահապատժի խմբականակն են պատրաստում ցուցարարների։ Սա կարծում եմ կարմիր գիծ հատել է լինելու։ Ամերիկան, չգիտեմ, կդիտի դա ուղղակի հենց այնպես, որովհետև ասում էր, եթե ցուցարարների դեմ ինչ որ բան լինի, մենք կգանք օգնության նրանց, եթե մահապատժի ենթարկել են հրապարակավ, Ամերիկան եթե չմիջամտի, կոտրի ընթացքը ամբողջ ցույցերի, մարդիկ հիասթափվելու։ Ինձ թվում է մի բան կլինի, որտեվ սա այդ ամբողջ ծրագրի Չինաստանին նավթից զրկելու ծրագրի երկրորդ կարևորագույն քայլերից մեկը, առաջինը Սոմալին էր, երկրորդը Իրանն է։ Եթե Իրանում էլ հեղափոխություն եղավ, բան ինչ են ասում դրան, չգիտեմ, ինչ հափոխություն կառավարությունը փոխվեց, իշխանափոխություն որ եղավ, արդեն Չինաստանի գործերը իսկապես տնտեսական իմաստով շատ լուրջ կլինի, շատ մեծ հարված կլինի։ Գրեթե ամբողջ նավթը Իրանից Չինաստանն է գնում։ Եվ ծիծաղելի գումար գներով, որտեվ անօրեն այնք իրավունք ունի ծախելու Չինաստանը տանում է այնտեղից, եւ հիմա եթե դա էլ կատարվեց, Չինաստանը իսկապես տնտեսական մեծ խնդիրներ կունենա։ Մնում է միայն Ռուսաստանը այդ դեպքում արդեն։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկրում հիբրիդային պատերազմ է այս պահին ընթանում, որը ուղղված է պետության հասարակության դեմ։ Իրանի հակառակորդները ձգտում են վնաս հասցնել մեր երկրին, ընթանում է հիբրիդային պատերազմ, որը ուղղված է պետականության դեմ։ Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են դեկտեմբեր ամսին, կտրուկ ռեալի կտրուկ արժեզրկման հիպերինֆլյացիայի պատճառով եւ մինչեւ այսօր շարունակվում են որոշ տեղեկություններով ավելի ուժգնանում են, այլ ոչ թե մարում։ Մեր դեսպանը ինչ կտրուկ խոսեց, այդտեղ Իրանի նոր դեսպան ունենք, չէ՞։ Ես այդ էի հենց ուզում ասել, սա առաջի անգամ եմ ես տեսնում, որ մի տեսակ ճաք է առաջանում Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ։ Ուրեմն
Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն։ Այսօր տեղական մի քանի լրատվամիջոցների հետ ասելուսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես դժգոհել է իր երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից։ Այդ ակցիաների մասնակիցները բողոքում էին Իրանում ցուցարարների սպանություններից կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում։ Ըստ դեսպանի, եթե թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը եւս պարտվողների թվում է լինելու։ Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, նրանք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններ են հանդես եկել։ Եվ հեճուկս մեր բողոքի այդ գործընթացը շարունակվում է, ասել է դեսպանը, նշելով, որ իրենք բողոքել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն դա արդյունք չի տվել։ Ցույցերը շարունակվել են։ Դիվանագետի խոսքով Իրանի դեսպանատան արչև տեղ ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության եւ ժողովրդի կողքին։ Ընտրեմ, այս մարդիկ չեն պատկերացնում, թե դեմոկրատիա ինչ է նշանակում, որ կառավարությունը չի ոնց որ իրանց մոտ ինչ ուզում արգելում, ինչ ուզում թույլ տալիս։ Եթե մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի, մեր կառավարությունը ինչ կարող է դրա դեմ անել։ Եթե օրենքը չեն խախտել, եթե մարդ չեն սպանում, եթե բռնություն չեն անում, ցույցա վերջացավ, չեն կարող դա երևույթին հասկանալ իրեն։ Դե բարդ է հասկանալը, բարդ է։ Իդեպ այս թրիփի հետ է կապված էլի, որ Իրանը բավականին զգուշանում է Ամերիկան ոնց ասած ինքնատնօրինելու բնականաբար այս ռեժիմը իրանյան չի հանդուրժում եւ փշփշում է այս թեմաներից ամեն դեպքում այսօր թրիփի շրջանակներում անվտանգային բոլոր հարցերի հետ կապված ասուլիս եղավ բավականին մեծ վարչապետն էր մասնակցում արտաքին գործերի նախարարը բավականին ծավալուն ասուլիս ունեցավ ասաց որ բոլոր այն պատումները հեքիաթները թե իբր մենք մեր իրավասությունը չի մեզնից ինչ որ մաս են պոկում միջազգային հողադարձում դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը եւ փաստաթղթի մեջ գրած ստորագրած հաստատված է որ այդ ճանապարհում թրիփում Հայաստանի Հանրապետության սուվերենությունն է գործում, իրավունքներն են գործում եւ որևէ այլ ուժեր, որևէ լեգիտիմություն այդ տարածքում չունեն իրավական առումով։ Հիմա այս կարդում եմ ամբողջական հոդվածը թրիփի շրջանակներում անվտանգային եւ իրավական բոլոր հարցերը լուծելու են բացառապես հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու, անգամ չի քննարկվել այդ հարցը։ Թրիփ շահագործումը մինչեւ 2026 թվականը Չեմիրո Պետրիպի շահագործումը 26 թվականի ընթացքում ամենայն հավանականությամբ դեռ չի լինի։ Այս մասին ճեպազրույցում ասաց ազգային ժողովի արտաքին հարաբերությունների անձաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ թրիփի շրջանակներում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները եւ դա արդեն վավեր է եւ փաստաթղթավորված։ Հունվարի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որտեղ վերահաստատել էին այդ դիրքորոշումը։ Ավելի ուշ ԱԳՆ-ն հրապարակել էր Թրամփի ուղու միջազգային խաղաղության բարգավաճման ծրագրի Հայաստան-ԱՄՆ շրջանակների հրապարակման վերաբերյալ հայտարարությունը, որի տեքստը տարածել էին եւ ԱՄՆ-ն եւ Հայաստանը, որտեղ եւս գրվում է, որ մեր լեգիտիմության, մեր իրավունքի շրջանակներում է լինելու այդ ճանապարհը։ Միրզոյանն էլ է խոսում, թե մի քիչ երկար է, բայց ես կփորձեմ կորիզը բանանել, Ուրեմն հիմա արդեն բանի հարցն է, ով ինչ եկամուտ է այդտեղից ստանալու։ Նախարարը պարզաբանել է, թե ինչու թրիփ զարգացման ընկերությունում Հայաստանի բաժնետոմսը բաժնե մասերի ներողություն, Բաշխումը պայմանավորված է ներդրումների ծավալով, այսինքն ով ինչքան ներդնում է, այդքան տոկոս ստանում է եկամուտից։ Միացյալ Նահանգները նախատեսում է իրականացնել զգալի ֆինանսական քաղաքական ներդրումներ, մինչդեռ Հայաստանը հիմնականում տրամադրում է կառուցապատման իրավունքը։ Ըստ Միրզոյանի խոսքը առաջիկա 49 տարվա մասին է եւ ժամանակի ընթացքում ներդրումների վերադարձին զուգահեռ բաժնե մասերի հարաբերությունները կփոխվի գրեթե հավասարվելով։ Այսինքն հիմա իրանք որ շատ ծախս են անում, շատ կստանան, երբ որ այդ ծախսերը փակեն, արդեն համարյա 50-50 կլինի։ Այդտեղ կարևոր մի կետ կա, որ ասեց, որ
այդ շահարկում են ընդդիմախոսները, ասում են դե այտենցա Թուրքիան ու Ադրբեջանը կառնեն, Թուրքիայի, Ադրբեջանի եւ անգամ Ռուսաստանի գործառույթը չի էլ քննարկվում այս հարցում, այս շատ կարեւոր մի դիտարկում է։ Նախարարը նաեւ նշել է, որ թեև ընկերությունում ամերիկյան կողմը կունենա վերահսկիչ բաժնեմաս, բայց էլ չունենա կլինեն սկզբունքային հարցեր, որոնց դեպքում առանց Հայաստանի համաձայնության որևէ որոշում չի կարող կայացվել անկախ բաժնեմասերի չափից։ Տեսնենք, ամեն դեպքում սա միջազգային ճանապարհ է, որը փաստորեն մեծ գլոբալ ճանապարհի մի հատված է դառնում, որը Խաղաղ օվկիանոսը կապում է Եվրոպա, Չինաստանը կապում է Եվրոպայի հետ եւ որ նայում ես քարտեզով, իդեպ YouTube-ում գրեք ընկերներ, կա է Trip-ի ընդհանուր ամբողջ ճանապարհային, հա, իրավիճակը, թե ինչ ճանապարհներ է, թե ինչ հանգույցներ է կապվում, եւ այսօր հիշել եմ Վազգեն Սարգսյանի խոսքը, որ 30 տարի առաջ ասեց, որ մեղրին աշխարհի հզորներին բերելու է մեր դուռը։ Եվ ըստ էության սա հենց այդ պահն է, որ աշխարհի հզորները եկել են մեր դուռը։ Մեղրիով հիմա Trip-ա կոչվում կամ ինչա կոչվում, անցնում է ամեն դեպքում այս մեղրիով։ Եվ ճիշտ ասած, ես ամենասկզբից բանով էի նայում, էլի թե ասում եմ, լավ, Թրամփը մի բան ասեց, վաղը միսօր կմոռանա, կանցնի կգնա, բայց գնալով հասկանում եմ, որ չէ իսկապես կարծես թե լուրջ բան ունեն, հույսեր են կապում այս ամեն ինչի հետ։ Ու արագ են աշխատում։ Միացյալ Նահանգները, այո, արագ են աշխատում։ Ես այսօր հեռուստատեսությամբ մեր լսարանին խոսքս ուղեցի, հիմա նաև ռադիոյով եմ ուզում ասել, հայ մարդ, ով լսում եմ, հարգելի հայրենակիցներ, ինչ պիտի աներ Հայաստանը, ինչ պիտի լիներ Հայաստանի հետ, որ Միացյալ Նահանգների պես երկիրը կարողանար գար եւ այսքան հետաքրքրությամբ որևէ գործունեություն ծավալել։ Ես ինչ-ինչ հիշում եմ, մեր ընդդիմություն լինի, արևմտամետ ուժեր լինեն, այլ ընտրանքներ լինեն, Միացյալ Նահանգներին բերենք մեր երկիր, միասին ճանապարհ անցնենք բան։ Տեսեք, սա փաստորեն այդ հնարավորությունն է։ Սրա այնց է առաջին քայլն է, առաջին քայլն է, բայց ինչ ենք մենք, ո՞նց ենք մենք պատկերացնում։ ԱՄՆ-ն ինչ ձևով պիտի գար։ Պիտի գար ուղղակի մեզ փող տարածել արեք, դաչա սարքեք ձեզ։ Ձեր դղյակները։ Ես քեզ փող, ես էլ քեզ զինվոր էլի։ Հա, ընդհանրապես Ամերիկային որ նայում ես, ինքը որ երկիր ոտքը դրել է, ինքը այդպես է դրել։ Ճանապարհասարքել, նավթա սկսել մշակել, բանանել, հանել կամ ինչ որ տեխնոլոգիաներ է բերել, բազա է սարքել, ինչ որ մի բան արել է եւ այդ իր ներկայությամբ այդ երկիրը ապահովության որոշակի երաշխիքներ է ստացել։ Դրա համար ես շատ լավատես եմ այս առումով, իր բոլոր վտանգները հաշվի առնելով։ Ասում են, բա մենք ինչ անենք, բա մեր վիճակը ինչ պիտի լինի, վիճակը որը պիտի լինի։ Մենք դառնում ենք այդ տարանցիկ ուղու կարևոր բաղկացուցիչ մաս։ Այդ ինչի Ռուսաստանին ու բանին երկաթգիծը կտակ, որ տնօրինի ձեր ռազմավարական օբյեկտները կտակ։ Եվ դա նորմալ համարեք, չէ՞, ատոմակայանը կտակ, հեկով, հեցով, ջեկով, գազով ամեն ինչը կտակ։ Հայրուս գազարտը պարտքի դիմաց կզիջեք Ռուսաստանին, ոչ ոք չի ասի դա ազգային անվտանգություն է, բայց որ Միացյալ Նահանգները, որը ըստ էության երբեք չի եղել այսքան ներգրաված մեր երկրում, առաջին անգամ գալիս է եւ դրանով իսկ խաղաղություն է երաշխավորում, եւ ասում են տղեկ, մի կռվեք, այս կանենք, այն կանենք, լավ կլինի, սրան ընդդիման խոսում ենք, բա ես չեմ հասկանում, ինչ ենք մենք ուզում այս պարագայում։ Ամարտ հեծը տվեցին փաստորեն ռուսներին, էլի, բանը Ռուսաստանի քաղաքացի է այդ մեր միլիարդատերը։ Դե տեսանք էլի հեծի բանը, ասեցի որ մեր լուստրան պայթես տրակեց, այն որ լուսերը տարան են օրը, հա։ Իդեպ մեր շենքում մի քանիսին էլ այսօր հարևանների հետ տեսա բան մուտքի մոտ, գազի բանը այդ ջերոցներ, բաներ եւ այլն, ով է դրա պատասխանը տալու։ Ոնց կարող է ընդհանրապես պետության մեջ լինի մի հոգու, այն է լինի Ռուսաստանի քաղաքացի ու ամբողջ քո այդ բանը 10 այդ անձնավորության, որ հիմա էլ քաղաքական գործունեություն զբաղեցնի ու սպառնա, մեր ձևով։ Փաստորեն ինքը կարող էր ցանկացած ժամանակ ռուբելնիկը անջատել ու Հայաստանը հոսանք չի լինի, վերջը։ Դենց է լինում, մեր Սերժ Սարգսյանն ասաց, ես եմ տվել, իբր ուրիշ երկրներից պիտի գային առնեին, մեր հայրենակցին եմ տվել։ Հատուկ եթե ազնիվ արդար երկիր եք, նորմալ տենդեր հայտարարեք, նորմալ ուժեր թողային, նորմալ ուժեր մրցութային կարգով վերցնեին։ Հենց այդ է։ Մեր հայրենակիցը, ահա նույնց էլ ասում են, կարծես։ Դե հեսա։
արտգործնախարարի հայտարարությունից Հայաստանում եւ ԱՄՆ-ում անգամ չեն էլ քննարկել թրիփին Թուրքիայի եւ Ռուսաստանի ներգրավվածության հարցը։ Սա հուսամ վերջակետ է, յուղոտ վերջակետ։ Ռուսաստանը հետարքիր է, չէ ուզում անպայման մի մաս լինի։ Տեսավ, չի կարողանում արկելել ուժը չերիքեց, հիմա ուզում է միանա, էլի մի բան էլ ինքը փոկի։ Այդ բանից տորտից մի կտորել ինքը ուտի, վայ։ Ես այսօր նայում էի մեր վայ որոշ ալիքներում մի հատ հյուր կա, որը ոչ բարով մեր նախկին վարչապետն է եղել։ Ես ապշում էի, որ Ռուսաստանից պետք չի վախենալ, դերենիկ, ես վստահեցնում եմ ձեզ, պետք է վախենալ պրոռուսական մեր հայրենակիցներից, ովքեր մեր կողքին են ապրում մեր մայրաքաղաքում։ Այսօր գիտես ինչ է ասում։ Ասում է Սալավյովը ըստ էության շատ ճիշտ բան էր ասում։ Արցախի եւ Հայաստանի բարեկամն է մեկն էլ ասեց, հա։ Այսինքն Սալավյովը, որ ասում էր Հայաստանում պետք է Ուկրաինայի սցենարով ռազմական հատուկ օպերացիա անցկացնեն, Ուկրաինայում տեսեք ինչ է կատարում, բառացիորեն ցեղասպանությունը անդե։ Էլի ով է ճիշտ, ով է մեղավոր, մենք հիմա դրա մասին չենք խոսում։ Փաստացի ռմբակոծում են քաղաքներ եւ անմեղ երեխեք ու կանայք են մահանում, մարդիկ են մահանում։ Այդ սցենարով ասում են պիտի Հայաստանում գործառույթ լինի, մեր նախկին վարչապետը եւ ընդդիմության կարկառու ներկայացուցիչը Բագրատյանը հայտարարում է եթերում, որ Սալավյովը ըստ էության ճիշտ էր ասում, նրա խոսքերը տրամաբանված են։ Էս է այս մեր երկրի իրականությունը։ Ինչ ասեմ էլ։ Բայց ես զարմանում եմ, որ իրենք նման բաներ են ասում։ Մի բանա, որ մտածում են, ես դա չէի կասկածում, էլ իրենք բայց որ ասում են դա, այսինքն ինչ են սպասում, որ դրանից հետո այդ որ նման արտահայտություն անես, ոնց է քեզ ախի չեմ հասկանում։ Ոնց որ ասես ճիշտ են ասում, որ պիտի գան մեզ կոտորեն, էլի։ Ինչ ասում։ Ուկրաինայի սցենարը ինչ է նշանակում։ Կկոտորեն, գրավեն, բանանեն։ Ճիշտ է։ Ինչ միակ արդարացումը ես փորձում եմ, միակ արդարացումը, որ այս մարդիկ իրոք ապրում են հանուն Կրեմլի եւ Կրեմլի շնորհիվ եւ ուզում են ուղղակի գալեչկա ստանան, պլյուս ստանան, մի դրական մի բան ստանան, որ Կրեմլից ինչ որ մի բան լինի, ասեն, վայ ապրես ճիշտ ես անում, լավ ես անում, դերդ ճիշտ ես խաղում։ Ուրիշ բան ես չեմ պատկերացնում, որ հայ մարդը այս իրավիճակում էլի ընդդիմախոսի, Փաշինյանը սխալ բաներ արել, էսա, բայց երբ որ քեզ սպառնում են ռազմական ներխուժմամբ, մի երկիր, որը Ուկրաինայից 20 անգամ փոքր է, ու դու ասես դա ճիշտ է ասում ըստ էության, մի ասեք տենց բաներ։ Այստեղ մի բան կա հստակ շատ։ Իրենք հասկանում են, որ եթե Ռուսաստանից մենք լիովին անջատվենք, իրենց վերջը եկել է, վերջ։ Այո, ամեն գնով, անգամ այո, սեփական հայրենիքի կորուստով իրենք համաձայն են էլի Ռուսաստանի մաս կազմենք, որ իրենք վերադառնան իրենց փողերին, իրենց պաշտոններին ու իրենց բաներին։ Հակառակ դեպքում իրանց շատ ծանր կյանք է սպասում։ Ինձ թվում է այս հասարակ տրամաբանությամբ են իրենք շարժվում։ Միայն անձնական բաներից ելնելով, շահերից ել, միայն։ Կամ էլ բանը ուժը միայն Հայաստանի վրա կարող է պատել եւ ներքին լսարանի համար իրենց Վիլիկայա Ռոսիա վիճակը ցույց տալու համար փորձում են բռունցքները թափահարել։ Ուրիշ բան ես չեմ պատկերացնում։ Ասենք թուրը չի կտրում Վենեսուելայում, թուրը չի կտրում Սիրիայում, թուրը չի կտրում Ուկրաինայում, թուրը չի կտրում եվրոպական, ասենք մերձ-բալթյան երկրներում եւ այլն։ Հայաստանը խեղճ ու կրակ Հայաստանը Թուրքին բանին Ադրբեջանցուն խառնելով իրար փորձում է իր բաներին հասնել, ծրագրերին, ու ցույց տա տեսեք, մենք չկորցրեցինք Հայաստանը, մենք պայքարում ենք բան ներքին լսարանի համար է։ Ես չգիտեմ, դու կարող ես ճանաչես, ով է այս Անժելա Թովմասյանը, Ռաֆայել։ Ճանաչում եմ, ոչ չեմ ճանաչում։ Անժելա Թովմասյանը Հայելի մեդիա ակումբի ղեկավարն է, նախին սահմանադրական դատարան Թովմասյանի քուրն է։ Նա ինչ է ասում, որևէ մեկը չհամարձակվի հակառակը պնդել, Սալավյովը Հայաստանի եւ Արցախի մեծ բարեկամն է։ Ընտրեմ։ Դե հա, մտեք մի հատ տեսեք իր եթերում ինչա կատարվում, կհասկանաք թե իր դիրքորոշումը ինչով է պայմանավորված։ Իդեպ իր եթերներից մեկում մեզ էլ է անդրադարձել տիկինը շատ այսպես իրեն բնորոշ իդեպ ես նկատել եմ, որ ընդդիմադիր մեդիայի ղեկավարները որպես կանոն հիստերիկ են եւ չափ ու սահման չեն ճանաչում բառամթերքի ընտրության հարցում։ Ես չեմ տեսել իշխանական մեդիա, որը հայհոյի կամ վուլգար բառասի, բայց ընդդիմադիրները ինչ ասես, ոնց ասես եւ այլն։ Կարծում եմ սրա վերջը պիտի տրվի։ Այդ
բանա։ Մեզ իմացա որ կես միլիոն տուգ անեցին Նոր Հայաստան հեռուստաընկերությանը։ Մի հատ բարի համար։ Մի հատ բար, դե կոնյակի գործարանի տեղ ասել են գինու կոնյակի գործարան կես միլիոն։ Մի 10 օրվա բան եմ ասում։ Այդ լեզվի պետական, հեռուստատեսության, վարչություն եւ այլն բան։ Դրանց գնացեք տուգանեք։ Իրանց կեղտոտ բերանների համար գնացեք տուգանեք։ Ոչ մեկին կյանքում ոչ հայհոյել ենք, ոչ մի հատ ծուր բառ ենք ասել։ Ընկել են մեր հետևից։ Դրանց գնացեք տուգանեք։ Դրա համար մարդը չգիտի ինչի հավատա, ինչի ձգտի, ինչ անի։ Դեպ երկրորդ անգամն է։ Մի անգամ էլ մի հատ գովազդ էինք դրել եթերում, որտեղ երեխեն կապիլկայում այդ կասսան որ կա, այդ մեկը ունենք, հա։ Դրա համար որ երեխան փող է հավաքում։ Բայց դա պիտի սովորացնենք երեխուն, որ տնտեսի, որ ափր-ծփր չծախսեն, հետո էլ ասեն տնտեսություն չկա, փող ծախսել չգիտեն։ Լավ, ինչև է, գնացինք առաջ, ինչ ունենք։ Իմիջիալոց, հա, էլի Իրանին վերադառնալով, Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով ամբողջությամբ անջատել են ինտերնետը, բջջային կապը եւ սոցիալական ցանցերը, փորձելով մեկուսացնել երկիրը եւ թաքցնել բռնությունը։ Սակայն Իլոն Մասկը իր աջակցությունը հայտնել ցուցարարներին, նրա SpaceX ընկերությունը անվճար ակտիվացրել է Starlink արբանյակների ինտերնետը Իրանի օգտատերերի համար։ Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով ամբողջությամբ անջատել են ինտերնետը, բջջային կապ եւ սոցիալական ցանցերը։ Starlink-ը թույլ է տալիս շրջանցել նման սահմանափակումները, քանի որ այն աշխատում է անմիջապես արբանյակների միջոցով եւ կախված չէ պետական ենթակառուցվածքներից։ Ծառայության տերմինալները Իրանում պաշտոնապես արգելված են, սակայն դրանք զանգվածաբար ներկրվում են մաքսանենք ճանապարհով։ Նախկին գնահատականներով երկրում կար շուրջ 20,000 Starlink սարքավորում, սակայն հիմա այժմ դրանց թիվը արդեն անցնում է 50,000-ը։ Ըստ լրատվամիջոցների տվյալների իրանական իշխանությունները փորձում են խլացնել ազդանշանը, սակայն այն լիովին արգելափակել չեն կարողանում։ Սա ճիշտ բանի նման է այդ սովետական միությունը, որ ուզում էր Գոլես Ամերիկի եւ Սվաբոդնա Եվրոպան խաթարել, արգելափակել, բայց էլի լսում էինք որոշ մասը։ Դարում արգելել, փակել, ես չեմ պատկերացնում ոնց է ընդհանրապես հնարավոր, բայց մայր աթորից են տեղեկություններ գալիս, մի հատ շատ գլամուրնի հոգևորական ունեինք, ես միշտ մազերը հետ սանրած, շատ խնամված։ Ասողիկը շատ խնամված երիտասարդ է, այո, շատ խնամ։ Մայր աթոր Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ թանգարանների եւ արխիվի տնօրենը Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանը քննչական կոմիտեի է բերավիրվել։ Լուրը լրատվականների հետ զրույցում հաստատել է։ Քննչական կոմիտեն այս պահին դեռ չի մեկնաբանում ըստ տեղեկությունների Ասողիկ Կարապետյանի հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ։ Նշված դեպքի հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում դարձել են քննության առարկա։ Ավելի վաղ մամուլում եղան հրապարակումներ, որ հայոց եկեղեցու սրբությունների սրբոցը Աստվածածուխ Գեղարդը վաճառվել է։ Աստվածամուխ, չգիտեմ ինչու։ Աստվածածուխ է իմ մոտ գրած, հա։ Ստեղ էլ մուխ է գրած։ Դե ծուխ ու մուխը նույն բանն է, հա։ Բայց այս ասողիկը, այս չգիտեմ, լսել եք իրեն խոսելուց թե չէ, Աստված իմ ճիշտ այն մեր Սաղաթելյան կա մի հատ, չէ։ Դրա հոգևոր տեսակն է։ Եվ ես նոր իմացա, որ սա Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենն է։ Գանձերը իրա ձեռքի տակ է, հասկանում եք։ Թալադեք գանձարանը, իմ հաղորդում կար։ Թալադեք գանձարանը։ Ռուբեն Հարությունյանն, Հովհաննիսյանն մի հատ այնց։ Այ մինիստրները առել են հանրապետության փողերը եւ փախել են այդե Փարիզ, Վայ, ասողիկ։ Ապրեն։ Այդ թանգարանները լիքն են, գիտեք, ոսկեղենով, բրիլյանտներով եւ տարբեր տեսակի թանկարժեք քարերով։ Էй, ասողիկ, Էջմիածնի թանգարանների տնօրեն, ուր է ստանում մեր գանձերը։ Եվ զարմանալի չի, որ տենց բան ակտիվ բան է անում։ Ես մի բան էլ ասեմ ձեզ, հիմա ինձ թվում է, այս ղեկավարությունը եկեղեցական ինչ որ հնարավոր է ծախել փակել, վառել արխիվում ինչ որ կա, հիմա շատ արագ անում են, որտեվ չգիտեմ վաղը ինչ կարող է լինել։ Կարող է սա իրան ձեռքից վերցնեն։ Եվ հիմա
Վստահ եմ ԱԱՑ-ն ինչապ հասկանում է եւ շատ ուշադիր կլինեն տեսնեն ինչ են անում, ուր են անում, ինչ են անում, որ հանկարծ ես չեմ զարմանա, որ մեկ էլ բացեն բարձվի թանգարանը դադար կա, կեղծ քարեր են այնտեղ իրականի փոխարեն։ Բոլորովին չեմ զարմանա։ Ահա որ կի։ Ամեն ինչին թունակ են այս մարդիկ։ Արխիվներում բա ինչեր կլինի։ Դուք պատկերացնում եք կարևորությունը այս ուրեմն Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանի կարողությունները թանգարանների եւ արխիվի տնօրեն։ Ես ինչն է այս հավարին, ուրեմն YouTube-ում 4 տեսանյութ կա այս Սուրբ Գեղարդի հետ կապված 4-ում տարբեր ինֆորմացիա է։ Մեկը ասում է ամբողջությամբ անաղարտ է, մեկը ասում է որ վաճառել ենք, մյուսը ասում է չէ մի կտոր ենք տվել ենք, վաճառել ենք։ Մեկն ասում է որ ռուսներին ենք նվիրել։ Ու 4-ն էլ հոգեվորականներն ասում են, որն է ճիշտը, ես չգիտեմ հուսամ քննությունը որևէ բան կպարզի, բայց բանի էս Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանի հարցնում եկավ, ասում որ այո մի փոքր կտոր փոկել ենք, նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցուն։ Դե ռուս ուղղափառ եկեղեցը մի կտորը ինչ, ռուսը անկարծ ասի մի կտոր դու, դե հավատալու բան չէ։ Նախ բարձվեց վերստեք։ Կեղծ է այդ ամեն ինչի, հարմար։ Մեզ որտեղից Հիսուսի Գեղարդի մասը որ։ Դա վաղուց հապացված, բայց դե հավատում ենք, ժողովուրդը հավատում է, թող լավ լինի։ National Geographic-ը մեր Գեղարդի մասին ֆիլմ է, չասեք հայերն են նկարել։ National Geographic-ը նկարել է ֆիլմ, որը պատմում է Գեղարդի մասին, ապացուցում է, որ չի կարա լինի, որովհետև այս Գեղարդի կառուցվածքը հռոմեացիների սրի եւ նիզակի հետ որևէ կապ չունի, իսկ Աստվածաշնչյան պատումը ասում է, որ հռոմեացիները Քրիստոսի դրանով ստուգել են մեռածա թե կենթանի Հիսուսը։ Եվ այդ կառուցվածքը չուներ իրանց թուրը նիզակը այդ թվերին։ Բայց ոչինչ, մենք կծախենք բոլոր դեպքերում հարմար գին տվող եղավ։ Չեղել որ։ Գիտեմ ես Գեղարդի պատումը շատ ասես հեքիաթային առումով շատ հաճելիորեն ընթերցել եմ, ուրեմն ի սկզբանե մեր Գեղարդը պահվել է, ինչ ենք մենք ասում Գեղարդ, Գարդի Գեղարդ վանական համալիրը մենք ասում ենք Գեղարդ։ Ինքը իրականում այրի վանքն է, այրի մեջի վանք։ Բայց քանի որ Գեղարդը պահպանվել է այնտեղ ի սկզբանե եւ ի հնե, երբ որ Լենգ Թեմուրը եկավ Հայաստան հարձակումներ բան, այս սրբության սրբոցը հանեցին բանից այրի վանքից, բայց ժողովրդի հիշողության մեջ դեռ ասում են գնանք Գեղարդը տեսնենք, այնինչ այլ արդեն այնտեղ չէր։ Հիմա բերեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ համարվում է հայոց եկեղեցու երկու իրավազոր բան կա, մեկը այս Գեղարդն է, մյուսը գիտեք որն է։ Գրիգոր Լուսավորչի աչը։ Թե ոնց է բան, ես չգիտեմ, բայց Գևորգ Լուսավորչի անրակը մեջն է, բայց երկրորդ պատումը կա դրա։ Այս աչը մի հատ է Տոնոն Կիլիկյոնն էլ ունի աչը։ Մենք գիտենք որ չէ, կարող է։ Սպանում են իրար։ Դա երկուսն էլ աչ ա եղել է։ Դե սուրբ բարդ ա եղել, սենց ա եղել, երկուսն էլ աչ ձեռա ունեցել, ես ինչ իմանամ։ Հա, չնայած դու այդ բանը տեսել ես, Ռաֆայել, Էջմիածնի գանձերը, ես հիշում եմ տուն այդ գիրք ունեինք, փոքր ժամանակից սիրում էի թերթել, լավ գունավոր նկարներով բաներ էին։ Ուր են դրանք։ Ոչ մեկը, հա, նկարները կան, վարշապատ, հա։ Ես ոնց տեսա, ուսումնասիրել։ Իմ ասածը լրիվ բան է, նկարազարդ էր, էլի մեծ նկարներով, այդ նկարազարդ գրություններն որ ինչա գրած, ամեն մի արձանագրության ատլասն է սա, որ ամեն մի քարի վրա ինչ գրած է, ով է գրել, երբ է գրել, այստեղ կա այս բանում, սա ինձ նվիրել է, պարոն Մամյանն է նվիրել, շնորհակալ եմ, սա շատ թանկ նվեր է։ Որոշել եմ այս երկու օրը գնամ Էջմիածնի թանգարան։ Ավագ դպրոցի տարիներին եմ եղել, շատ տպավորված եմ, ուզում եմ մի հատ էլ գնամ։ Պատմեմ անպայման գնամ եթերում, զանգեցինք, ասեն նկարահանումները արգելված են, բայց շատ կուզեմ ասենց գոնե բլոգի տրամաբանության մեջ մի քանի բան նկարեի, որովհետև իրոք Էջմիածնում շատ գանձեր կան։ Եվ ես այսպես եմ հասկանում, որ հոգևորականները կգնան տարբեր, բայց այդ գանձը մնում է ժողովրդին, չէ՞, ես ոչ թե հոգևորականներինն է։ Դա ժողովրդինն է։ Որտեղ այսօր եկեղեցու։ Բնա վաղը կարող է բանը Կարլոս 4-ը լինի, բայց այդ չի նշանակում, որ այդ իրան այդ մենն է, մնում է ժողովրդին։ Եվ ես հիշում եմ այդ բաներում միշտ կա, չէ՞ որ
ժողովուրդը նեղ վիճակի մեջ է մտնում, լինում, ցանկացած երկիր, երբ որ կանգնած է կորուստյան եզրին, օգտագործում են բոլոր ռեսուրսները, որ երկրում կան, ընդ որում գանձերը, S եւ N։ Հիմա մենք երբ որ այդ պատերազմի մեջ էինք ու լավ վիճակում չէինք, չէր կարելի այդ գանձերից կամ դե ուրիշ ինչ ունեն, մի մասը օգտագործել որպես պաշտպանություն երկրի, ասենք այդ փողով զենք կամ բան գնելու համար։ Եվ անգամ այդ հարցը չբարձրացավ երկրի։ Ես հիշում եմ 20 թվականին Լոս Անջելեսի մեր տաղավարում, երբ որ տելեթոններ էր, բաներ էր, ով ինչ կարար հավաքում էր, դրամներ էին հավաքում, անունը չեմ ուզում տամ հանկարծ այդ մարդուն չվարկաբեկեմ, թեպետ ինքն իրան ավելի շատ է վարկաբեկի, քան մեկ այլ, մեր եթերում հայտարարեց, ասեց տուն ու տեղ ունեք, կրեդիտ քարտեր ունեք, եսի ինչեր եք անում բան, բերեք այսօրվա համար այդ ամեն ինչը, լոն գրավ դրեք, լոն քաշեք, բերեք տվեք, սա պետության լինել չլինելու հարց է։ Այդ մարդը պատվիրակ է հոգևոր դասի։ Հիմա հարց, ձեր ասացի պես, այսինքն կարելի է գալ հասնել Լոս Անջելես, այդ մարդիկ ինչերի մեջով են անցել, ոնց են տուն տեղ դրել, ինչ երեխեք կինոտար ափերում, պահում են, սնում են, կրթում են բան, ասում է տուդդ գրավ դիր բեր ուղարկի, բայց Էջմիածինը, մյուսը միլիարդատերերը, նախկինները, բաները նստած են ոսկու վրա։ Այդ մեկն ու մեկը մի հատ դաչա ծախեց, ասեց լավ, էս էլ իմ կողմից, հիշում եք Պարաշենկոն, առաջին օրերը ռուսական ներխուժման Ուկրաինա, Պարաշենկոն հիմա, գիտեք, ինքն էլ իրանց միլիարդատերն է բան, տեսանյութ հրապարակեց ինչեր է գնել, քանի միլիոնի, ինչ ռազմական տեխնիկա է գնել եւ նվիրել Ուկրաինայի բանակին։ Իրան էլ էին դատում Ուկրաինայում։ Ինքն էլ Զելենսկու ընկերը չէր մեղմ ասած, արճակատում էր։ Բա մերոնց մեկին չտեսանք, եղբայր մի բան տենց անի։ Մի հատ մեկը իր Սևանի ափի դաչեն ծախեր, ասել լավ, ջայնա, եկեք, էսել տանք մեր մի հատ գիշերային վիժնի սարք արդենք։ Եկել էին գլենդել, գլենոքսը փակել էին, ասում էին $100 փոխտու հավաքենք։ Էս որտեղ է տես բան գրած։ Եվ սփյուռքը տվեց, նե չի որ չտվեց։ Փառք ու պատիվ բոլորին։ Ես այդ օրը երբեք ես այսքան տարի ապրում եմ, ես չէի տեսել, որ այդքան սփյուռքը միանա, ոնց որ 44 օրյա պատերազմի ժամանակ է։ Եվ ով ինչ կարող էր տալիս էր։ Գիտեք ինչ, դրանից ավել պահանջելը անբարոյականություն է։ Մարդիկ տալիս են, սա պարտավորություն չի, սա բարոյական խնդիր է։ Տալիս են այնքան ինչքան կարող են։ Դե դուք էլ տայեք ինչքան կարող եք։ Ինչ տվեց եկեղեցին։ Ոչ մի առացիորեն ոչ։ Գովազդի մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, հարգելի բարեկամներ, եթե դուք էլ ցանկանում եք մեզ հետ համագործակցել, եթե դուք գնահատում եք մեր 8 տարվա աշխատանքը, ամենօրյա աշխատանքը ձեզ համար, համայնքի համար, ինչու՞ չէ, պետության համար, եկեք միասին աշխատենք, ձեր գովազդը վստահեք մեզ, մեր փորձառությանը, այնպես ինչպես մեր հավատարիմ գործընկերներն են անում։ Ծանոթություններն ենք լսում, վերադառնանք եւ շարունակենք քննարկումը, հեռու չգնանք։ Եվ մենք շարունակում ենք մեր եթերը, ողջույն հարգելի բարեկամներ, դեմ դիմաց հանդիպումն է Ռաֆայելի եւ Դերենիկի հետ, աշխատանքային շաբաթը կիսել ենք եւ գնում ենք առաջ, շնորհակալություն, որ Միացյալ Նահանգները հունվարի 21-ից դադարեցնում են մուտքի վիզաների տրամադրումը աշխարհի 75 պետությունների քաղաքացիներին։ Կոտակ չէ։ Պետությունների ամբողջական ցանկը առայժմ հրապարակված չէ։ Այս պահին հայտնի է միայն, որ որոշումը վերաբերում է Ռուսաստանի, զարմանալի առաջ կար Ռուսաստան այս ցուցակում, Իրանի, Սոմալի եւ Բրազիլիայի քաղաքացիներին։ Այ քեզ բան, այսինքն Ռուսաստանի քաղաքացիները անգամ դիմել չեն կարող վիզայի ստանալու համար Միացյալ Նահանգներ, որտեվ իրենք Ռուսաստանի քաղաքացի են։ Իդեպ պետք է ասենք, որ Հայաստանը երկար ժամանակ անգամ Եվրոպա գնալու համար հաբ է հանդիսանում ռուսների համար։ Մեր օդանավակայանը ողողված է ռուս զբոսաշրջիկներով, ովքեր գալիս են Երևան, Երևանից են թռնում եվրոպական երկիր, ուզում եմ ասեմ ոչ թե Միացյալ Նահանգներ, անգամ Եվրոպա գնալու հնարավորություն չունեն, ինքնաթիռներ չեն թռնում։ Իսկ Aeroflot-ը եւ մնացած ռուսական ավիաուղիները եւս մուտքը իրանց փակ է եվրոպական երկրներ։ Այստեղ մի հետաքրքիր հայտարարություն եւս կա։ Հիմա ես սա կապում եմ էլի դրա հետ։ Հայաստանի Գեղասահքի Ֆեդերացիան խորին ափսոսանքով տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիելյանցը եւ սպորտային զույգ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա
Ռախմանին զույգը չեն մասնակցի գեղասարքի Եվրոպայի առաջնությանը։ Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակի ներկայացմանը Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում։ Այսինքն չի մերժել, ձգձգել է, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Ուրեմն հայտնում է ֆեդերացիան ընդգծելով, սա լուրջ հարված էր մեր մարզիկների ամբողջ սեզոնի պատրաստությանը, մրցակցային զարգացմանը, միջազգային վարկանիշի դիրքերին, տարիների քրտնաջան աշխատանքի, նվիրումը չպետք է կախված լինի վարչական ձգձգումներից։ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ըստ ֆեդերացիայի ձգձգել է գործընթացը եւ հավաքական թիմը փաստացի զրկվել է այսօր մեկնարկող առաջնությանը մասնակցելուց։ Ես կարծում եմ այստեղ այս ռուս բանի Նիկիտա Ռախմանի պատճառովա, որ հասկացում եմ, որ կարող է ինքը ագենտ լինի եւ այլն, թե չէ ուրիշ պատճառ չեմ տեսնում, ինչու պետք է մերժեին։ Այսինքն չեն մերժել, բայց փաստացի չեն թողնել, որ մտնեն։ Ես այստեղ զարմանալի մի վերնագիր ընթերցեցի։ Գիտեք, մեզ մոտ 26 թվականին ծրագրում են սահմանադրական բարեփոխումներ անեն, սահմանադրություն փոխեն, այդպես հիմա Սրփուի Գալյանը մի քանի անգամ մասուլիսների ժամանակ ասել էր, որ տեքստի վրա են աշխատում, բայց որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկի Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ, ես մի քիչ ես ճիշտ զարմացա։ Հիմա ես չգիտեմ, իհարկե, նախ Եգիպտոսը չգիտեմ ինչ արժանինքներ ունի, այդպես շուտ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցում ինչ որ վաստակ ունի, գուցե չգիտեմ, իր դեսպանի հետ քննարկի թե սահմանադրության հարցը ոնց ենք փոխելու, ինչ ենք անելու, բան նախարարը Արդարադատության Տիկին Գալյանը այսօր Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիի հետ միասին քննարկել է սահմանադրական փոփոխությունների հարցը, նախարարը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, նշելով, որ նոր սահմանադրության տեքստը նախատեսվում է պատրաստել մինչև 26 թվականի խորհրդարանական ընտրությունը եւ հրապարակել։ Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության ձևաչափերի վերաբերյալ, ասված է հայտարարության մեջ։ Նայում ես Եգիպտոսի դեսպանուհուն Տիկին Ամալ Աֆիֆին, մտքովը չի անցնի, որ Եգիպտոսի ինչ ունեցի։ Գլուխը կապած չի։ Չէ, շատ իտալական, շատ հետաքրքիր արտաքինով կին է։ Արաբ են, չէ՞, Եգիպտոսի արաբներ են հիմնականում բնակիչները, չէ։ Դե ամենամեծ արաբական երկիրն է Եգիպտոսը։ Կատակման չէ։ Այստեղ էլ ուրեմն էսա լավ նորություն եմ ես համարում։ Ապա Թուրքիան Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են, տեղեկացում են Թուրքիայից։ Անցակետում կառուցվել են սահմանապահ եւ մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողների այցելել Իգդիր եւ հարակից շրջանները։ Այսօր անցակետ է ժամանել նաեւ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը։ Տեղի պաշտոնյաները նրան ներկայացրել են կատարված աշխատանքները։ Դե ուրեմն կոնկրետ մի բան կա, որ այսքան փող են ծախսում, էլի։ Ազգանունն այդ արկիր։ Թուրան։ Ես էլ ինչ այդ արկիր է, մեր արյան մեջ այդ բաները մնացել են, չէ՞։ Մի անգամից sense դրոշակա բարձրանում։ Դարերով դրանից ենք վախեցել, իրանք Արմենիա մեծ հայք բան է, բարերից են վախեցել, մենք Թուրան բարից ենք վախեցել, այդ դարերի նստվածքն է, պատմությունն է, չես կարող բան ասել։ Այսօր ժամեր առաջ Երևանի Աբովյան փողոցից 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իրար վրա կրակել են վիճաբանություն ծես կրթուկ, ուրեմն ըստ տեղեկությունների իրար մեքենայով ազդանշանելու սիգնալ տալու հետևանքով։ Ու իդեպ իդեշներ է տակիր նույն ժամերին հրապարակեցին, որ գերիներն են գալի, Ադրբեջանի, Բաքվի, բանտից դուրս են գալի բան, ու մեր մոտ Աբովյանում իրար վրա կրակում են, այսինքն զուգահեռները, էլի, որ ինչ պիտի լինի, էլի, ինչ սիգնալ պիտի տան, որ դու անես իրար վրա կրակես։ Աբովյան 25 հասեի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ծեսկրթուկի ընթացքում ատրճանակ են կիրառել, տուժածներին կյանքին վտանգ բարեբախտաբար չի սպառնում, կազմված փաստաթղթերը նախաքննական մարմին են, այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։ Շատ վտանգավոր է, Աբովյան փողոցը լրիվ Սիցիլիան է։
սաղ սրճարաններ, բայց մեկ է Մոսկովյան փողոցներ ա տենց սաղ սրճարաններ մանավանդ երեկոյան, կեսը խմած, կեսը չգիտեմ ինչ, վտանգավոր ա դառնում։ Բայց ես միշտ բան եմ անում, էլի ես Հայաստանը երբ դարձավ սրճարանների ու ռեստորանների քաղաք, Մայրաքաղաք։ Իսկ որտեղից է գալիս դա, ես չգիտեմ, էլի ուտել խմելու ավանդույթից, ուտող խմող ազգենք։ Ու ես երբեք չեմ հասկանա, ոնց է, որ Երևանը ավելի թանկ է, քան Հռոմի օդանավակայանի գները։ Ուտեղ ու դադար չկա։ Ես չեմ հասկանում։ Մի օր բանում այդ սրճարաններից մեկում կարևոր չի քաղաքի կենտրոնում ժամադրություն ունեի 11-ին, մի կես ժամ շուտ գնացի, բան ունեի անելու էլի, մինչև այդ հանդիպումը բաներ էին նայում։ Կողքի սեղանին աղջիկներ էին, մի երիտասարդ աղջիկներ էին, 21-22 տարեկան։ Ուրեմն 11-ը դեռ չկա, 10-40-45-ի կողմերն է։ Մեկ էլ եսի ինչ պատվիրեցին, մեկ էլ ասեց 200 գրամ բան, օղի։ Ամարտ 11-ը չկա, լարավոտ է, հա, ու տենց նստած խոսում են ու օղին բլախ կճա։ Զարմացած լավ, բայց մինչև երեկո ինչ են անելու այս մարդիկ, չէ՞ որ տենց սկսեցին խմել ժամը 10-ից կես արդեն երկու ընկերուհի արաղ են էլ ասենք, դեն չէ որ մի բաժակ գինի էր էլի։ Այդ ենթադրում եմ պետք է հետո այդքան միտեղ բան խաշ ուտեն, հետո միտեղ քյաբաբ ուտեն, չէ՞, արաբը գնալու։ Շատ նոր բացահայտումներ են դες։ Տարօրինակ էր ինձ համար էլի, հա, ինչ ռեստորանը եւ այդ ուտել խմելը շատ աշխատում է այդ աստղաբաշխական գներով եւ դա պահանջարկ ունի, գալիս են աչուծախ, չասեն մենակ զբոսաշրջիկներն են գալիս, չէ՞։ Ցանկացած պանդոկ, ցանկացած բան մտի օրվա ընթացքում, ասել է section ռեզերվ ունեք, թե չէ։ Առանց ռեզերվեշնի գրեթե անհնար է որևէ միտեղ մտնել եւ բան անել։ Այսքան լեփլեցուն լինելով հանդերձ։ Վազմակե դնենք այստեղ վաղը շարունակելու ակնկալիքով, շնորհակալություն զրույցի համար, շնորհակալություն բոլորին, ովքեր լսեցին, դերենիկին ասում ենք ցտեսություն, վաղը հանդիպելու ակնկալիքով, հաջողություն։ Այո, ընկերներ, սա է մեր իրականությունը, սրճարաններ եւ ոչ միայն, բայց թող լինի, թող տրամաբանության մեջ լինի։ Հիմա ես բոյկոտել չեմ ասում, բայց ես չեմ հասկանում ինչպես կարող է Երևանում միջին վիճակագրական սրճարանում 2 հատ խմորեղեն, 2 հատ սուրճը, մի բաժակ ջուրը արժենա, ասենք 40 եվրո, 10 քանի հազար դրամ։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Ցանկացած սրճարան մտեք 3000 դրամից պակաս խմորեղեն չկա, խմորեղեն փռշտած մի հատ Նապոլեոն։ Այն պարտությունից հետո Նապոլեոնն է, էլի, ոչ թե այն բաննա Ռուսաստան ներխուժող, այլ արդեն որ չփխել արել են այդ Նապոլեոնն է։ Այդ ինչ ոնց կարա տես բան լինի։ Ես ու կինս մի շաբաթ առաջ ամենա Հռոմի կենտրոնում Ֆանտան դե Տրևի դիմացի սրճարանում 2 հատ կանոլի ենք կերել եւ ըմպել են կարամել մախիատո, տվել եմ 12 եվրո։ 12 եվրո 5000 դրամ եմ տվել, այստեղ մի հատնա 5000։ Երևան դարձած իմ Երևանի։ Ինչու է այդպես, ես չգիտեմ։ Ես չգիտեմ ինչու է այդպես, ու չեմ ուզում իմանալ, ես որպես Հայաստան սրճարան չեմ գնում, հարցը գումարը չի, հարցը մի խոսքով չեմ կարող բացատրել, միշտ ներվայնանում եմ, այդ անիմաստ անկապ ծախսերից ես ներվայնանում եմ։ Պանդոկ ռեստորանման գնում եմ, շատ հաճախ երեկել ենք եղել, մի հատ Ամերիկայից շատ լավ հյուրեր ունենք, մեր եթե լսում են ռադիոլսողները, ջերմ բարևներ Աննային, Էստերին եւ ոչ միայն, ովքեր Հայաստանում են, բարով եք եկել, իմ լավ ընկերներն են, բայց մնացած պարագայում է ձևերը, այդ բաները թարգեք, շնորհակալություն գործընկերներին, որ մեզ հետ են, արգելիները, առանց գործընկերության ամենասուտ է։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնեմ, գալիս եմ հաշված օրերից Լոս Անջելես, սիրուն քաղաք։ Գալիս եմ ձեզ մոտ բարեկամներ եւ հեղինական երեկո եմ ունենալու եւ գրքի շնորհանդեսի եւս մեկ բազմաթիվ ռադիոլսողների խնդրանքով շնորհանդես եւ միասին հանդիպելու եւս մեկ առիթ։ Իդեպ այսօր գրառմամբ եմ հանդես եկել, այս մեր հրաշք հայրենակիցների վերադարձի կապակցությամբ, երբ ուրբաթ օրը ավելի մանրամասն կզրուցենք, երբ որ մենակ լինենք տաղավարում կզրուցենք այդ թեմայի շուրջ, բայց որ սպասում եմ նաև գործընկերության առաջարկների, ինչու ոչ, կարող ենք հանդիպել եւ միասին կազմել բիզնես պլան։
Գլխավոր գործընկեր, գլխավոր հովանավոր իմ լավ ավակ ընկերները